Թեև Երևանն ու Բաքուն համաձայնեցրել են խաղաղության պայմանագրի նախագիծը, բայց Ադրբեջանը հանդես է գալիս նախապայմաններով։ Բրազիլական թերթերից մեկին տված հարցազրույցում հայտարարել է Հայաստանի արտգործնախարար Արարատ Միրզոյանը. «Ցավոք այն, ինչ մենք լսում ենք ադրբեջանական կողմից, այսպես է հնչում. մենք համաձայն ենք տեքստի հետ, բայց դա բավարար չէ խաղաղության համաձայնագրի համար»։ Անհրաժեշտ է նաև նախապայմանների շարք քննարկել բանակցային սեղանին խաղաղության պայմանագրի ստորագրումը հնարավոր դարձնելու համար, նշել է Միրզոյանը։ Ռուսաստանի Բելգորոդի մարզում այսօր առավոտյան զոհվել է ռուսական առաջին ալիքի լրագրողուհի Աննա Պրոկոֆիևան։ Ռուսական աղբյուրների փոխանցմամբ մահվան պատճառն ականի պայթյուններ։ Առաջին ալիքի ևս մեկ աշխատակից օպերատոր Դմիտրի Վոլկովը վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց։ Միջադեպը տեղի է ունեցել Ուկրաինային սահմանակից շրջաններից մեկում, սա ռազմաճակատում ռուս լրագրողների մահվան արդեն երկրորդ դեպքն է այս շաբաթվա ընթացքում։ Ավելի վաղ Ուկրաինայի Խարկովի մարզի Կուպյանսկ քաղաքի մատույցներում զոհվել էին Իզվեստիա օրաթերթի թղթակից Ալեքսանդր Ֆեդորչակն ու Զվեզդա հեռուստաալիքի օպերատոր Անդրեյ Պանովը։ Андрея Панова, оператор, как правило, остается за кадром. Ռուսական ստորաբաժանումները շարունակում են կատարել նախագահ Պուտինի Ուկրաինայի էներգետիկ ենթակառույցները չթիրախավորելու հրամանն։ Այս մասին այսօր հայտարարել է Կրեմլի պաշտոնական ներկայացուցիչ Դմիտրի Պեսկովը։ Նրա խոսքով ուկրաինական էներգետիկ օբյեկտների դեմ հարձակումների մեկամսյա մորատորիումն ուժի մեջ է մտել մարտի 18-ին Միացյալ Նահանգների եւ Ռուսաստանի նախագահների հեռախոսազրույցից հետո։ Ավելի վաղ Ռուսաստանի պաշտպանության նախարարությունն էր հայտարարել, որ ուկրաինական ստորաբաժանումները շարունակում են թիրախավորել քաղաքացիական էներգետիկ ենթակառույցները, նպատակ ունենալով տապալել Մոսկվայի եւ Վաշինգտոնի միջև ձեռք բերված պայմանավորվածությունների կատարումը։ Թուրքիայի իշխանությունները չեն տրվի ընդդիմության սադրանքներին։ Այսօր Անկարայում իշխող Արդարություն եւ զարգացում կուսակցության խորհրդարանական խմբակցության անդամների հետ հանդիպման ժամանակ հայտարարել է Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը։ Նրա այս հայտարարությունը հնչել է թուրքական ընդդիմության 6 օր անընդմեջ շարունակվող ցույցերի ֆոնին։ Դրանց մասնակիցները պահանջում են ազատ արձակել նախորդ շաբաթ կոռուպցիոն մեղադրանքների հիման վրա ձերբակալված Ստամբուլի ընդդիմադիր քաղաքապետ Էքրեմ Հիմամօղլուին։ Թուրքիայի նախագահի խոսքով, սակայն Ստամբուլի քաղաքապետարանում կատարված իրավախախտումների մասին վկայող փաստաթղթերը քննիչներին էին ներկայացրել մեջբերում հենց ընդդիմության անդամները։ Եթե 2023 թվականի հոկտեմբերին պատանդարված իսրայելցիներն ազատ չարձակվեն, մենք կարող ենք դիմել հավելյալ ճնշումների, այսօր կայացած խորհրդարանական լսումների ժամանակ հայտարարել է Իսրայելի վարչապետ Բենյամին Նեթանյահուն։ Որքան Համասը համառի պատանդների ազատ արձակման հարցում, այնքան կուժեղանան մեր ճնշումները, դրանք կարող են ներառել նաև տարածքային գրավումներ, նշել է Իսրայելի վարչապետը։